Նախապատրաստվի Սամվել Ֆարմանյան։ Շնորհակալություն։ Պարոն Սահակյան, ես բացարձակապես չեմ կիսում ձեր տեսակետը, որը որ քիչ առաջ արտահայտեցիք ամբիոնից։ Խորհրդարանը դա մտքեր քննարկելու, մտքեր փոխանակելու եւ ստեղծված իրավիճակից ելքեր ման գալու հարթակ է։ Եվ մենք խորհրդանական հարթակում առաջարկելով քննարկումներ չենք առաջարկում բացասական գործունեություն Հայաստանի Հանրապետության համար։ Մենք առաջարկում ենք, որպեսզի մենք կիսենք կարծիքներ, տանք գնահատականներ եւ փորձենք ելք ման գալ։ Իսկ եթե դա ի սկզբանե նախատեսված է, որ ցանկացած քննարկում, ցանկացած լուծման առաջարկը Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական կամ հասարակական կյանքի հետ կապված դատապարտված է ձախողման, այսինքն միայն խոսել ու ողջ լուծումների իրավասությունը թողնել, այսպես ասած, ձեր ասած պատկան մարմիններին, հա, գործադիր իշխանության, կա ավելի հետաքրքիր առաջարկ վերացնենք խորհրդարանը ու տեղափոխենք հարցերի քննարկում այլ տեղ։ Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից լիազորություն ստացած մարդիկ են ստեղ նստած եւ այդ լիազորությունների իրացման մասին է խոսքը։ Վերջը, երբ որ ասում ենք 1/3, եթե դուք նայեք, ասենք Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից տված քվեները, այդ քվեները ավելի շատ է, քան Հանրապետական կուսակցության հավաքած քվեները միասին, եթե վերցնենք հակակշիռ, այսինքն Հայաստանի Հանրապետության բնակչության կեսից ավելի շահերի վերաբերյալ կարծիք ունեցող մարդկանց քննարկումները, եթե համարում եք ամիս անիմաստ, ես դա չեմ կարողանում ընդունել, հարգելով ձեզ, սակայն այդ տեսակետը չեմ կիսում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես պատրաստ եմ օգտվել իմ իրավունքից, ընդամենը շատ համառոտ իմ գործընկերներին տեղեկացնեմ եւ արձագանքեմ։ Որևէ մեկը քաղաքական մեծամասնությունից չի ասում, որ մենք մերժում ենք երկխոսությունը կամ համագործակցությունը։ Որևէ մեկը չի ասում, որ չպետք է լինի համագործակցություն կամ չպետք է լինի հարցի քննարկում։ Ընդհակառակը, մենք ասում ենք ոչ միայն քննարկենք ձեր առաջարկած փաթեթը, այլ նաև քննարկենք հասարակական սեկտորի ներկայացած ամբողջ փաթեթը, որպեսզի չլինի հատվածային։ Մեր խնդիրը պրոբլեմ լուծելն է։ Մեր խնդիրը շոու անելը չի։ Մեր խնդիրը եւ քարյակի, եւ եռյակի, մի չգիտեմ քարյակ թե եռյակ, եւ ձեր առաջարկները լսել, եւ նաեւ մեր հասարակության բոլոր առաջարկությունները իմի բերել եւ քննարկել։ Իսկ այն որ քննարկում լինելու է, սա փաստ է եւ որևէ մեկը այստեղ չի ասել, որ քաղաքական մեծամասնությունը մերժում է եւ խնդրում եմ դուք Հարությանը մի տարեք դեպի այլ ճանապարհ եւ դեպի թուրիմատություն։ Մենք պատրաստ ենք քննարկման, բայց պատրաստ ենք ավելի ամբողջական տեսքով, որպեսզի լուծենք խնդրը, այլ ոչ թե պծիշկա անենք։ Պարոն Ֆարմանյան, համեցեք։ Ես նախ կցանկանայի ուշադրություն հրավիրել մեկ հանգամանքի վրա, որ մարդիկ ցանկանում են քննարկել կառավարման ճգնաժամի խնդիր, բայց հարցը ներկայացնելիս արդեն ի սկզբանե ներկայացնում են իրավիճակի պատասխանատուներին։ Քաղաքական առողջ տրամաբանությունը ուշում է, որ այդ դեպքում պետք է դուք գտնվեիք ակտիվ, երբ այստեղ բարձրացվում էր նախագահային անվստահություն հայտնելու հարց, կամ օգտվել այդ իրավունքից եւ անվստահություն հայտնել կառավարությանը։ Դա են մեխանիզմները։ Եթե դա չեն անում, մնացածը բոլորին պարզ է, որ զուտ թատերական ներկայացում է, ոչինչ ավելին։ Ես ցանկանում եմ իմ կարծիքը հայտնել, ցավոք սրտի, խոսվեց այստեղ Բերձորում տեղի ունեցած իրադարձությունների մասին, իսկապես դատապարտելի է բռնության կիրառումը որևէ մեր համակարգացու նկատմամբ եւ որ իրավապահ մարմինները իսկապես պետք է քայլեր ձեռնարկեն եւ հանրությանը, նաեւ հայաստանյան, նաեւ ղարաբաղյան ներկայացնեն մանրամասներ։ Բայց նաեւ ցանկանում եմ խոսել խնդրի երկրորդ կողմի մասին, որ չգիտես ինչու մեզանից ոչ մեկը չի խոսում։ Ինչպես կարելի է ապրիլի 24-ը, որ ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, թեկուզ եւ ցեղասպանության զոհերի հիշատակման, այսինքն բացասական կոնտեքստում այդ առումով, դարձնել ժողովրդի պառակտման առարկա։ Ռեժիմի դեմ բոլոր պայքարող ցանկացողները դա կարող են անել եւ պետք է անեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Լեռնային Ղարաբաղը ինչ կապ ունի ռեժիմին 100 տարելից առանց ռեժիմի դիմավորելու հետ։ Սա կրկնում եմ անբարոյականություն է եւ դրա մասին մենք բոլորս պետք է նաեւ բարձրաձայն խոսենք։ Սա անբարոյականություն է։ Եվ չի կարելի գնալ Ղարաբաղ, ղարաբաղցիներին հայրենասիրություն սովորեցնել, թե հայությունն անպարտ է։ Ղարաբաղցիներն են մեզ սովորեցրել, որ հայությունն անպարտ է, նաև մեր մասնակցությամբ։ Սա իմ կարծիքով անընդունելի երևույթ է եւ ընդհանրապես 100-րդ տարելիցը բերել հանգեցնել ներքաղաքական որևէ նպատակի, դա նշանակում է չճանաչել սրբության ամենավերջին սահմանները։ Վարդան Այվազյան
Վարդան Այվազյան, նախապատրաստվի Արայք Հովհաննիսյանը։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ես ավելի անդրադառնամ պրակտիկ գործողություններին, պարոն Ջանգիրյան, ինչպես դուք նշեցիք, կանոնակարգի որևէ մեկ այստեղ խախտում տեղի չի ունեցել, եւ ազգային ժողովի նախագահի իրավասությունների արտահայտների կանոնակարգման այդ խնդիրը։ Եթե առաջնորդվենք ձեր ասած սկզբունքով, ապա մենք պետք է քննարկենք 2012 թվականից մնացած այս օրենսդրական փաթեթները, որոնք անդադար երկարաձգվում են, որտեղ երեք նստաշրջանից դրանք համարվում են արտահայտ եւ մենք ունենք մոտ 50-ից ավել ամենայն դեպս օրենսդրական նախաձեռնություն, այդ դրա համար ազգային ժողովի նախագահան գործել է ըստ կանոնակարգի։ Սա առաջի հարցի պատասխանը։ Երկրորդ մասը, շրջանառության հարկի այսօր առավոտյան տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկել է։ Խնդիրը պետք է լուծենք իրականում հիմնավոր։ Եվ հիմնավոր խնդիրը դա քաղաքական կամքի դրսևորումն է, ինչը նկարագրված է, որ 58 միլիոն շրջանառություն ունեցողները պետք է ունենան արտոնություն։ Քաղաքական մեծամասնությունը, իդեպս նաև Հայաստանի Հանրապետության նախագահը պատրաստ են ամբողջապես այդ մարդիկ, ովքեր իրականում ունեն 58 միլիոն, ասեն, որ հարկային որևէ մեկ պարտավորություն դուք չունեք, բայց իրականում 58 միլիոն, ոչ թե ավել, ոչ թե թաքցված։ Դրա համար առաջարկվել է բոլոր քաղաքական ուժերին, կցանկանայի, որ դուք էլ մասնակցեիք, որ մինչև հունիսի 1-ին այդ ժամանակահատվածում ներկայացրեք առաջարկություններ։ Իդեմս ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովների եւ իմ գործընկերների անունից հայտարարում եմ, պատրաստ ենք ցանկացած ֆորմատի, ցանկացած ժամանակահատվածում քննարկել այս բոլոր առաջարկությունները։ Ուստի չեմ հասկանում, ինչ կարիք կա, որ ավելի, այսպես դարձնենք, թատերականացված։ Կա առաջարկություն, նորից եմ կրկնում, այդ մարդկանց հարկային լուրջ իրավասություններ տրամադրել, բայց այդ մարդկանց, ովքեր ունեն 58 միլիոն շրջանառություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Այվազյան, պարոն Հակոբյան, համեցեք, Ռուբիկ Հակոբյան։ Շնորհակալություն։ Պարոն Սահակյան, ինձ թվում է որոշակի թյուրիմացություն կա արդյունքալման առումով։ Եվ օրինակ երկիր խմբակցությունը եւ տիկին Նաիրա Զուրաբյանը երբ դիմեց ձեզ երեք քաղաքական ուժերի անունից, խնդիրը չէր ձևակերպում, որ ինչ կարծիքի եք, պարոն Սահակյան, արժի հանդիպել վարչապետի եւ ոլորտային նախարարների հետ այս հարցը քննարկելու համար, թե ոչ, խնդիրը դրված էր, որ դուք, որպես ազգային ժողովի նախագահ, 4 խմբակցություն դիմում է ձեզ, ասում եք կազմակերպեք հանդիպում ոլորտային նախարարների եւ վարչապետի հետ, ասելիք ունենք, վստահ եմ, որ դուք շատ լավ ասելիք ունեք, բայց մենք էլ ասելիք ունենք եւ քննարկենք եւ վստահորեն ուզում ենք շատ կառուցողական մոտեցումով մեկտեղենք մեր մոտեցումները։ Ես չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ դուք ասում եք ես ճիշտ չեմ գտնում։ Եղբայր, չգիտեմ, դա պարլամենտարիզմի հետ կապ ունի, թե ոչ։ Երկրորդ, քիչ առաջ օրինակ երկիր խմբակցությունը հայտարարեց, ես եմ կարդալ 3 քաղաքական ուժերի, 4 քաղաքական ուժերի հայտարարությունը։ Հաշվի առնելով, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում կատարված ոչռագործությունը ցնցել Հայաստանի ողջ բնակչությանը եւ դրա ամբողջական բացահայտումը հասարակական քաղաքական պահանջ է, առաջարկում ենք հարցի հետ կապված կազմակերպել փակ, կրկնում եմ, փակ լսումներ։ Առաջարկում ենք լսումներին հրավիրել արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին։ Նախապես էլի ուզում եմ շեշտել, որ հետագայում այդ թափառոտ ձևակերպումը չլինի, թե շոու ենք ուզում կազմակերպել, շատ կարևոր ազգային անվտանգությանը վերաբերող հարց է, առաջարկում ենք խուսափել շոուներից եւ փակ ռեժիմով քննարկել այս կարևորագույն հարցը։ Շնորհակալ եմ։ Պարոն Հակոբյան, եթե առաջի կասեցման դեպքում այդ ամբողջ ժամանակաշրջանը չկարողացաք օգտագործել, հենց տեսակ ժողովուրդ է եւ կարելի է ինչ որ մի բան դերակատարման առումով այսպես տանել բերել, այդքան ակտիվացակ։ Ես չեմ ասում չի կարելի չքննարկել, ասում եմ կասեցնում ենք, որպեսզի ոչ թե մեկ անգամ քննարկենք, այլ քննարկենք բոլորի հետ միասին եւ ոչ մեկ անգամ, բազմաթիվ անգամներ։ Ինչ բանակցելու արդյունք կա։ Խնդիրը օրակարգում է դրված ու բանակցում եք ու կառավարությանը ասեմ գնացեք բանակցեք։ Դուք ասում եք գիտեք ինչ, բերեք բանանենք, մի հատ այնց հանդիպենք Գալուստ Սահակյանի առանձնասենյակում կառավարություններ լինի, որ ասենք ժողովուրդ, տեսեք հլա ինչ ենք անում, մենք այդ ճանապարհով գնացողը չենք, մենք խնդիր պետք է լուծենք։ Իհարկե ձեզ չենք մեղադրում դրանում, բայց ուրիշ ինչ անեք։
բայց մեր պատասխանատվությունն էլ ուրիշ գոտում է գտնվում։ Մենք պարտավոր ենք կատարել։ Այդ պատասխանատվությամբ, ասում ենք, կասեցնում ենք, որպեսզի կարողանանք բազմաթիվ քննարկումներ անել եւ այնպիսի մի վիճակ ստեղծենք, որը հիմնականում եւ ցանկալի լինի այն անձանց, որոնք բողոքում են, եւ ցանկալի լինի քաղաքական ուժերի։ Վատ բան ենք ասում, չէ, դուք ասում եք, գիտեք, միևնույն է, այդպես զգացի։ Մենք արտահերթ է կհավաքենք, կանենք, որ մեկ անգամ էլ ասեք, տեսեք ժողովուրդ, մենք անում ենք, ձեր կողքին կանգնած ենք։ 10-րդ օրը նորից կմոռանաք, ոնց որ սահմանամեջ շրջանների այն օրենքն էինք հրապարակում, այդքան պայքարեցինք, այդ պայքարելուց հետո որևէ մեկը չգնացիք այդ ժողովրդին հարցնեիք, լավ եք, վատ եք, ստիպված նորից մենք հանձնախումբ կազմեցինք, ուղարկեցինք, որպեսզի տեսնենք էլ ինչ առաջարկություններ ունենք։ Հատվածային վարքագծով քաղաքականությունը որոշակի չի դառնում։ Մենք հատվածային քաղաքականությանը դեմ ենք։ Խնդրեմ հաջորդին։ Հաջորդ հրաժարվեցին ձեր ամբողջական ելույթից հետո պարոն Սահակյան, հիմա մտքերի փոխանակությունն ավարտվեց, ձայնը տրվում է ձեզ։ Առաջարկում